Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, սիրելի հեռուստադիտողներ, դարձյալ եթերում է Մեծ Հայ հաղորդաշարը։ Մենք այսօր ձեզ հետ խոսենք շատ հետաքրքիր մի թեմայի մասին, դա պատմության կեղծարարությունն է, այսինքն ինչպես կեղծել պատմությունը։ Եթե նկատում եք էկրանի վրա, մեր այս տեսագրությունը բացվում է մի շատ հայտնի հայկական ֆիլմից, սովետական հայկական ֆիլմից կադրով, դա Հուսո Աստղ կամ նաև անվանում Ֆիքար Սպարապետ կինոյի երկրորդ սերիայի վերջին կադրերից մեկն է, եւ դա պատմական կեղծիք է, որտեղ այդտեղ իբրև թե Մխիթար Սպարապետը, որի դերը տանում է հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը, հանդիպում է եւ ողջագուրվում է ռուսական զորավարին, որը ռուսական զորքերը բերել հասցրել է Հայաստան, այն էլ Սյունիքի լեռները, պատկերացրեք։ Երևի այդ ժամանակ են ուզում Զանգեզուրի միջազգացային, որ Օսմանյան կայսրության հետ հարաբերվեին։ Լավ, ինչևից է։ Մենք սա անվանում ենք պատմական կեղծիք եւ այսպես ավելի ընդարձակ մի վերնագիր տանք մեր այս հաղորդմանը, պատմության կեղծումը ռուսական տիրապետության պահպանման հիմնական գործիքներից մեկն է։ Կրկնում եմ, պատմության կեղծումը ռուսական տիրապետության պահպանման հիմնական գործիքներից մեկն է։ Եվ այսպես կոնկրետ այս դեպքում Մխիթար Սպարապետ կամ Հուսո Աստղ վերնագրով կինոֆիլմի վերջին կադրերի մասին խոսենք։ Այս մեր հաղորդման մեջ մենք փորձել ենք ներկայացնել հայ-ռուսական հարաբերությունների 300 տարվա, մի քիչ ավելի է 300 տարուց, այդ 300 տարվա պատմության մեջ գրանցած բազմաթիվ խայտառակ փաստերից մեկն է։ Մասնավորապես, թե ինչպես է Ռուսաստանը 18-րդ դարի առաջին քառորդում խաբել հայերին։ Եվ ինչպես էր սովետական Հայաստանի կինոպրոպագանդան փորձում կերծել ու թաքցնել այդ փաստը։ Խոսքը մասնավորապես, ինչպես ասացի, Հուսո Աստղ վերնագրով կինոֆիլմի մասին է, այնտեղ երկու սերիա է՝ Դավիթ Բեկ եւ Մխիթար Սպարապետ, եւ հատկապես այդ երկրորդ սերիայի վերջին կադրերի մասին։ Այսինքն այդ ֆիլմի վերջնամասի մասին, ֆինալը, բացահայտ կեղծիք է այդ ֆինալը, ինչու՞։ Քանզի Ռուսաստանի որևէ բանակ, զորամաս կամ նույնիսկ ստորաբաժանում, ասենք գոնե Վաշտի մակարդակով Դավիթ Բեկի եւ Մխիթար Սպարապետի ժամանակ, այսինքն 1722-ից 1730 թվերը, երբ որ Սյունիքում հսկայական ապստամբություն էր եւ Սյունիք-Արցախ համատեղ մեծ հայկական պետություն էր կազմել, փաստացի անկախությունը վերականգնել են հայերը, մեջն էին մտցրել նույնիսկ Արաքսից հարավ գտնվող հայկական հողեր, որ այսօր Ղարաբաղ են կոչվում կամ Սև լեռներ, դա բավական մեծ տարածք էր, այսօրվա Զանգեզուրի գոնե ոչ պակաս քան կեսի չափ, էլի հայաբնակ։ Այսինքն Արաքսի երկու ափերին հայկական պետություն, Նախիջևանի խանությունից ահագին հողեր էին ազատագրել, հայերը պատրաստում էին դեպի Սևանա լճի հարավային ափերը արշավել, մի խոսքով ընդլայնվել էր ամեն կողմ, հզոր մի իշխանություն էր ստեղծվել, բայց այդ ժամանակ ոչ մի ռուսական զորք չի եկել հայերին օգնության, դարել են իրենց ուժերով եւ օրինակ հայտնի է, որ 1723 թվականին ճակատամարտերից մեկի ժամանակ 300 հայ ոչնչացրեցին համարյա 70,000-ից, այսինքն փախավ այդ բանակը, մեծ կորուստներ տալով 70,000-ից օսմանյան թուրքական բանակը։ Դրոշները թողելով փախան, որտեղ քաջարի զորք են ունեցել լեռնականները, Լեռնահայաստանի հայերը, Սյունիքի այսպես պատերազմել են։ Բայց նորից եմ ասում, ոչ Սյունիք, ոչ էլ նույնիսկ Արցախ, որ ավելի մոտ է, չէ, Ռուսաստանին, Արցախը մի քիչ ավելի աշխարհագրորեն։ Ոչ այնտեղ, ոչ էլ այնտեղ, առավելևս իհարկե Սյունիք չեն մտել։ Չեն մտել, որևէ ռուսական զինվորի ոչ չի մտել, թեկուզ ուշացած չի մտել, բարձրապես չի մտել եւ վերջ։ Ոչ միայն Սյունիք եւ Արցախ, առհասարակ հայոց որևէ տարածք նրանք չեն մտել ռուսները այդ ժամանակ, որ գային օգնության 1722-ից 1730 թվականների մեր այդ ապստամբությանը, ազատագրական պայքարին ընդդեմ պարսիկների եւ թուրքերի, այլոք հատկապես թուրքերի դեմ, որտեղ Սեֆյան Իրանը ճանաչեց հայկական այդ պետությունը, փաստացի անկախ պետություն էր, Դավիթ Բեկին ճիշտ է
համարեցին իրենց պետության մեջ մտնող երկրներից մեկի ղեկավարը եւ Դավիթ բեկի նույնիսկ դրամ կտրելու իրավունք էր տվել Իրանի շահը, ճանաչել էր ամբողջ հարավային Կովկասի խաների, իսկ խան անվանում էին այնտեղ գտնվող այդ կիսանկախ փոքրիկ պետությունների ղեկավարներին, նույնիսկ Վրաստանի թագավորը Իրանի համար խան էր։ Եվ բոլորի ռազմական հրամանատարը Սարդարը, ուրեմն Դավիթ բեկն էր։ Պատկերացնում եք ինչ ուժ են ունեցել հայերը եւ առանց ռուսների օգնության են այս ամեն ինչը արել։ Այնպես որ սա կեղծիք է, թե նրանք եկել են որևէ տարածք, նորից եմ կրկնում, հայկական նրանք չեն մտել ոչ միայն Սյունիք ու Արցախ, այլ ընդհանրապես որևէ տարածք, ասենք ուտի կամ գիտեմ, օրինակի համար գային հասնեին Գուգարք, այդպիսի բան չի եղել։ Եթե մենք Կասպից ծովի ափին գտնող Բաքու քաղաքը հայկական տարածք հաշվենք, ապա միայն այդտեղ են մտել։ Ինչու՞։ Էն էլ որտեղ իրենց պետք էր Կասպից ծովի ափերին գտնող հողերը։ Հայերին օգնության գնալ, ազատագրական պայքարին օգնության զորքեր ուղարկել, դա ընդհանրապես ռուսական պետության հաշիվների մեջ չէր մտնում։ Հիմա տեսեք, այստեղ գցել ենք նաև քարտեզներ, եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ այնտեղ այդ պատմական կեղծիքի կադրի տակ կան նաև այդ քարտեզները, թե ինչպիսին է եղել այդ ռուս-պարսկական պատերազմը Ալշուտ Պետրոսի արշավանքը դեպի հարավ, դեպի Կասպից ծովի հարավային ափերը, արևմտյան եւ հարավային ափերը, եւ ուրեմն պիտի ասեմ, որ մենք ուզում ենք հիմա որոշակի շարադրանքով ձեզ պատմել այդ արշավանքի մասին իրական տեղեկատվությունը, իրական ոչ թե հնարովի, որը ցուցադրված է այդ սովետահայկական կինոֆիլմում, իհարկե Մոսկվայի պատվերով նկարված։ Դե հյուսիսային պատերազմի ավարտից հետո, գիտեք, չէ, Շվեդիայի հետ պատերազմի մասին է խոսքը, ռուսական ցարը Պետրոս առաջին Ռոմանովը ձեռնամուխ եղավ Կասպից ծովի արևմտյան երկրամասերի գրավմանը։ Պարսից շահին իբր թե ապստամբությունից պաշտպանելու պատրվակով, այսինքն մահանայով, հա, ժողովրդական լեզվով ասած, այս Պետրոս առաջին ռուսաց ցարը, որին ոչ ոք չի կարող ասել, չէ, ոնց որ հիմա Պուտինին են ասում, հրեա, չգիտեմ ինչ է, Ստալինին եսի վերացիում, մի խոսքով, բոլոր իրանց ղեկավարներին ռուսները իրանց վրայից գցում են, ասում են, էս են ազգինայինը, գերմանացիները, սրանք էս է, բայց Պետրոսը ռուս էր։ Դրանից չի փոխում ոչ բան, բոլորն էլ անկախ իրենք ինչ ծագում են ունեցել, ռուսական ցարեր են եղել եւ նույն ստորությունները արել են հայ ազգի հանդեպ, նաեւ ուրիշ ազգերի հանդեպ, բայց մենք խոսում ենք մեր ազգի հանդեպ կատարված նրանց ուրեմն հանցագործ քաղաքականության եւ իրենց ոչրագործ ծրագրերի մասին։ Պետրոսը 1722 թվականին արշավանք է կազմակերպում Այսր-Կովկաս։ Մենք չենք ասում Անդրկովկաս, որտեղ մեր համար Կովկասից այս կողմը Այսր-Կովկաս է, Անդրկովկաս ռուսների համար է։ Դերբենդ քաղաքը գրավելուց հետո, դա գիտեք, հին Բերդ է, հնագույն ժամանակներից հայկական կայազոր է եղել համարյա միշտ կա մնաց այդտեղ, այսօր Ռուսաստանի Դաշնության ամենահին քաղաքն է Դերբենդը, վերջը։ Այս ամրացված քաղաքը Բերդը գրավելուց հետո ռուսական զորքերը, սակայն կանգն են առնում եւ Պետրոս առաջինը անակնկալ վերադառնում է Աստրախան, որտեղից սկսել էր իր արշավանքը զորքերով եւ նավերով։ Եվ զորքերի առաջխաղացումը դեպի Կասպից ծովի հարավային ափեր հետաձգում է հաջորդ տարվան 1723 թվականին։ Դեպի Կասպից ծովի հարավային ափեր դա նշանակում է Բաքվից դեպի հարավ, դեպի Ռեշտ նավանգստային քաղաքը։ Եվ մենք գիտենք, որ իրենք Ռեշտը գնացին հետո գրավեցին պարսկական այդ քաղաքը։ Այսինքն Իրանի խորքն են գնում, այլ ոչ թե Արցախ եւ Սյունիք, հա, որոնք այդ Արցախն ու Սյունիքն են գնում էին Բաքվից դեպի արևմուտք, ոչ թե հարավ, հարավ Ռեշտներ, արևմուտք Արցախն ու Սյունիքը։ Հիմա դրան զուգահեռ Պետրոս առաջին Ռոմանոց ցարը, նա որ դադարեցրեց իր արշավանքը հարավ այդ տարի 1722 թվականին, բայց շարունակում էր ակտիվորեն խաբել ու ցինիկորեն օգտագործում էր քրիստոնյա ազգերին հարավային Կովկասի, բնականաբար հայերին ու վրացիներին, երկու խոշոր քրիստոնյա ազգեր կային այդտեղ։ Ահավասիկ Բարձկաստանում սկսած խառնակությունների ժամանակ Վրաստանի ազատագրման նպատակով Ապստամբության նախապատրաստությունները տեսնում վրաց թագավոր Վախթանգ 6-րդ Բագրատունին։ Ճիշտ ազգանունը այդ կողմի Բագրատունի է, ռուսներն ու վրացիներն Բագրատյոնի են անվանում, պարզ է, որ նրանք դրանով փորձում են էլի պատմության կեղծարարություն, բայց դրան հետագայում կանդրադառնանք, այսօր դրա ժամը չէ։
Այս հայկական ծագումով վրաց թագավորը իր ամբողջ տողն էր հայկական ծագումով։ Վախթանգ 6-րդը բանակցություն էր վարում ռուսական ցարական կառավարության հետ օժանդակություն ստանալու նպատակով։ Այսինքն փաստորեն այս վրացիք ընկել էին իդեմս իրենց թագավորի նենք Ռուսաստանի պատրաստած քաղաքական թակարդը։ Վրաց Բագրատունի թագավորը իր հերթին Ռուսաստանի կեղծ տեղեկությունները այսօր Կովկասի թռիչքներին իբր թե օգնության հասնելու որոշման մասին հայտնել էր Արցախի հայ ազատագրական ուժերին ու առաջարկել համատեղ հանդես գալ Պարսից լծի դեմ։ Եվ հայերն էլ իհարկե ընկան նույն այդ թակարդը։ Հայ ազատագրական պայքարի քաղաքականապես միամույթ առաջնորդները նման իրավիճակում չէին կարող անտարբեր մնալ, ազատագրական պայքարը կազմակերպելու համար Վրաստանից հայ կամավորների ջոկատով Սյունիք մեկնեց Վրաց Բագրատների բանակի հայ սպաներից մեկը, Դավիթ Բեկը, հայտնի Դավիթ Բեկը, յուր զինակիցների մի խմբով։ Հանձասարի կաթողիկոսը, Արցախի կաթողիկոսը, նախկին Աղվանից կաթողիկոսությունը հետագայում վերացրեց դա երբ որ Արցախ արդեն միացավ ռուսական կայսրությանը, Էջմիածնի կաթողիկոսը բողոքեց, եւ մնաց մի կաթողիկոս Էջմիածնինը հետ տարածքում։ Գանձասարի կաթողիկոսությունը վերացրեց։ Ահա այդ ժամանակվա կաթողիկոսը Գանձասարում Եսայի Հասան Ջալալյանն էր, հայտնի իշխանական տոհմից Խաչենի իշխանների, որոնք ծագում էին Բագրատներից եւ Զաքարյաններից, հիմա այս կաթողիկոսը կոչ է անում մոտ 10,000 միացյալ զորաբանակով, ուրեմն հավաքվում են հայ մելիքները, իրենց հրամանատարները, վաշտապետները, որոնց կոչում են յուզբաշիներ, այս վաշտապետներով ուրեմն գնում են մելիքներ իրանց զորքերով Գանձակի մոտ գտնվող հայտնի Գանձակ քաղաքն է, Ուտիքի Գանձակը, որտեղ կա Գանձակ նաեւ Ատրպատականում։ Այս Գանձակի մոտ գտնող Չոլակ վայրը, այստեղ հավաքվում են ուրեմն վրաց թագավոր Վախթանգ 6-րդ Բագրատունու բանակի հետ միասին, այս եկած հայերը միասին բոլորը սպասում են ռուսական զորքերի ժամանելուն։ Սպասեցին, էլի սպասեցին, սպասեցին, բայց ռուսները չկային ու չկային։ Մոտ 2 ամիս, դուք պատկերացրեք 60 օր սպասելուց հետո 1722 թվականի աշնանը լուր է ստացվում Պետրոս Առաջինի Դերբենտից վերադառնալու, Ռուսաստան Աստրախան վերադառնալու եւ այս ուրեմն արշավանքը հետաձգելու մասին։ Այսինքն չեկավ։ Առհասարակ չեկավ, հասկանում եք, ոչ թե գոնե ուշացած գար, հասկացանք, բայց 2 ամիս սպասել են զորքերը, թագավորները, մելիքները ու չեկավ ռուսաց թագավոր օգնության։ Պարզապես չեկավ ու վերջ։ Հիմա դե վրացական զորքերը պարզ է Գանձակի մոտից փոր-փորձման վերադառնում են Տպխիս, որը վրացական մայրաքաղաքն էր, Վիրքի մայրաքաղաքը Քարթլիի, որտեղ կար նաև Կախետի թագավորություն, այնտեղ էլ Բագրատներ էին թագավորում։ Իսկ արևմտյան Վրաստանում կար Աբխազիա թագավորություն, Իմերիթիայի թագավորություն եւ տարբեր իշխանություններ։ Վերջապես վրացական զորքերը հեռանում են Գանձակից Տպխիս, հայկական ուժերն էլ մելիքների գլխավորությամբ ետ են վերադառնում իրենց հայրենիք, ձեռնամուխ են լինում Արցախի ինքնապաշտպանության կազմակերպմանը։ Արցախի եւ Սյունիքի, այսպես ասենք։ Եվ դա լրիվ տեղին էր, քանի որ Ռուսաստանի կողմից խաղացած հայերին այժմ սպասում էին մուսուլման պետությունների, այսինքն Սեֆյան Պարսկաստանի եւ հատկապես Օսմանյան Թուրքիայի ատելավար վրեժխնդիր արշավանքները։ Ռուսաստանին տարածաշրջան բերելու համար եւ դեռ զորքերով ընդառաջ գնալու համար եւ այնտեղ էշ սպասելու համար հայերը պիտի պատժվեն։ Իսկ հետո գիտեք ինչ տեղ ունեցավ այս ամեն ինչից հետո։ Սկսվում է ամենահետաքրքիրը, դե լսեք։ Ուրեմն 1724 թվականի հունիսի 12-ին, այսինքն դրանից 2 տարի հետո, երբ որ արդեն հայերը ընկել են պատերազմների մեջ, պարսիկները այնտեղ, ուրեմն սրանք իրենց երկիրը քանդվում է, աֆղանները արշավում են Պարսկաստանի վրա եւ այլն, հիմա օսմաններն են արշավում, թուրքական բանակը մտնում է Սյունիք եւ Արցախ, տեսեք։ Եվ այդ ժամանակ, երբ որ հայերը կենաց մահու կռիվ են մղում, իմիջիալոց Արարատյան դաշտով էլ անցան, Երևանը այնտեղ ահավոր կռիվներ է տվել, հայրոսական, պետք է ասեմ ձեզ, գյուղեր են եղել, որ պաշարվել են, կռվել են Կարբին եւ այլն, հերոսաբար, եւ թուրքերը չեն կարողացել գրավել Արարատյան դաշտի, Արագածոտնի, մի խոսքով կենտրոնական Հայաստանի գյուղերը, բայց ահավոր ծանր կռիվներ էին գնում Սյունիքում, Արցախում։ Եվ այդ ժամանակ, երբ որ Հայաստանը մահվան կռիվ էր տալիս թուրքական բանակների դեմ, կանոնավոր հսկայական բանակների դեմ, 1724 թվականի հունիսի 12-ին Կոստանդնուպոլսում
այդպես է կոչվել եւ պիտի կոչվի թուրքական մայրաքաղաքը, որ հիմա Իստանբուլ են ասում թուրքերը։ Այդ քաղաքում, մայրաքաղաք Կոստանդնուպոլսում, կնքվում է ռուս-թուրքական պայմանագիր, պարզ է, որ Պետրոսի ցանկությամբ, Պետրոս առաջին Ռոմանովի ցանկությամբ, արևելյան Հայաստանը եւ արևելյան Վրաստանը ռուսները հասկանում եք, արևելյան Վրաստան, այսինքն Քարթին եւ Կախետը։ Որտեղ արևելյան ժամանակ Վրաստան չկար, այդ ժամանակ սա Քարթվելո չէր կոչվում, դա ընդամենը Քարթլի էր, կար այնտեղ Կախետ, իսկ արևելյան մասում հիմիկվա Վրաստանի, ինչպես ասին, կար Իմերեթիա, չգիտեմ, Աբխազիա, Մեգրելիա, Աջարիա կամ եւ այլն։ Հիմա այս արևելյան Վրաստանն էլ, արևելյան Հայաստանն էլ բնականաբար ներառա Սյունիքը, Արցախը, Արարատյան դաշտը, Նախիջևան, ամեն ինչ։ Պարզ է, որ Խոյը, Մակուն, Սալմաստը, այս բոլոր հողերը, այդ երկրները, որ ռուսը խոստացել էր փրկել, ոտքի էր հանել կռվելու, ահա այդ երկրները, այս ռուսները ճանաչում են Օսմանյան կայսրության անբաժան մասը, հասկանում եք, այս ստորությունը նրանց։ Հիմա ոնց Ռուսաստանը չանվանես Ռսախոզստան։ Միաժամանակ այս ռսախոզերը, հələ տեսեք, Արցախահայությանը եւ միամիտ հայությանը, միամիտ այս հայությանը հորդորում էին շարունակել պայքարը թուրքերի դեմ, խոստանալով շուտափույթ ռազմական օգնություն եւ իհարկե միամիտ հայերից էլ գախնի էին պահում այն փաստը, որ թուրքերի հետ Ռուսաստանը արդեն Կոստանդնուպոլսի հետ նենք պայմանավորվածությունը ունի, այսինքն իրենք արդեն հանձնել են հայերին, բայց հայերին ասում կռվեք։ Հիմա տեսեք, ստացվում որ չեկան, միաժամանակ փուրը տվեցին հայերին, օսմանցիներին հանձնելով պաշտոնապես պայմանագրով է, հասկանում եք, բոլոր հայկական ու նաև վրացական տարածքները։ Փաստորեն Պարսկաստանները գցեցին, որտեղ Պարսկաստանները խոստացել էին պաշտպանել թուրքական վտանգի դեմ, բայց չեկան։ Այսինքն Պարսկաստանն էլ մենակ մնաց։ Նրանց էլ այնտեղ խաբեցին։ Հիմա տեսեք, 300 տարի անցել է մի բանը լավել, եւ ոչ մի բան չի փոխվել, չէ՞։ Այսօր էլ նույնն է, տեսեք։ Դարձյալ ռուսները խափում են եւ միամիտ հայերին, եւ ոչ այնքան միամիտ պարսիկներին իմիջիայլոց նույնպես խափում են։ Ավելին ասենք, ոչ միայն ռուսները չեկան այն ժամանակ, որ այս ռուսո աստղ կինոյի մեջ խափեությամբ նշված է, որ ռուսները եկան հասան, չէ, չեկան։ Այլև իրականում հայերը իրենք գնացին ընդառաջ, դուք պատկերացնում եք, հայերը գնացին ռուսներին ընդառաջ։ Գնան տեսնեն ինչ հակատում են, ինչ չեն գալիս։ Հայկական զորքերը մի մասը բնականաբար ոչ բոլոր գնում են Ռսախոզստանի բանակին ընդառաջ, հասկանում եք, ահա, ուրեմն 1729 թվականի մարտին, որտեղ արդեն ազատագրական պայքարը ավարտին էր մոտենում, ուժերը անհավասար էին, ի վերջո իշխան էլ հերոսական էին հայերը, բայց երկու իմպերիայի դեմ էին կռվում, հատկապես Օսմանյան կայսրությունը շատ դաժանաբար էր հաշիվները մաքրում հայերի։ Եվ հիմա, ինչպես ասում եմ, ես 1729 թվականի մարտին հայ զինվորականությունը Արցախից Ավան ու Թարխան հարյուրապետների գլխավորությամբ այդ երկու յուզբաշիները, դրանք հայտնի հրամանատարներ էին այդ պատերազմի, հայ-թուրքական, փաստորեն թուրք-հայկական պատերազմ էր դարել։ Հիմա գնում են նոր պատվիրակություն են ուղարկում դեպի ռուսական բանակի ճամբարը խոստացված ռազմական օգնությունը ստանալու նպատակով։ Բայց ռուսները իհարկե ոչ միայն չկարտարեցին իրենց խոստումը, այլև Արցախի հերոսամարտի այս նշանավոր հրամանատարներին արգելեցին վերադառնալ հայրենիք, արգելեցին վերադառնալ Հայաստան, արգելեցին վերադառնալ Արցախ, որը Հայաստանի նահանգներից մեկն է ընդամենը։ Արգելեցին, հասկանում եք, ոչ միայն օգնություն չտվեցին, խաբեցին, թուրքերի հետ պայմանեցին, որ հայկական ու վրացական հողերը հանձնում են Թուրքիային, ընդհանրապես տեր չեն կանգնելու։ Ինչքան նման է, չէ, հարյուրավոր տարիներին նույն բանն են արել սրանք։ Հիշեք 1921 թվականի Մոսկվայի ռուս-թուրքական եղբայրության պայմանագրով ոնց են Հայաստանը հանձնել։ Այդ բացի, որ ասեն ստորություն են արել, այդ պայքարող զորքի հրամանատարներին էլ, որոնք որ պիտի պիտանի լինեին, պաշտպանությունը կազմակերպեին, շարունակեին պայքարել երկրի համար,
Սրանց էլ փաստացի ձերբակալում են եւ թույլ չեն տալիս վերադառնալ Հայաստան, Արցախ։ Դուք հասկանում եք, սա ինչ են արել։ Դուք պատկերացնում եք ռասախոսության աստիճանը։ Դե պատկերացրեք։ Հիմա շատ երկար չխոսենք, արդեն ամեն ինչ պարզ է, չէ՞ դառնում։ Ամփոփենք մի հստակ մտքով։ Տեսեք, պատմության կեղծումը ռուսական տիրապետության պահպանման հիմնական գործիքներից մեկն է։ Ինչի եմ սա ասում, որտեղ այո, պատմության իմացությունը հնարավորություն է տալիս ճիշտ կողմնորոշել ներկայումս եւ նաեւ ապագայում։ Իսկ պատմության չիմացությունը քեզ դարձնում է կույր, որը չի հասկանում ոչ ներկան, ոչ էլ առավես ապագան։ Հա թե ինչու պատմությունը պետք է ճիշտ իմանալ եւ ահա թե ինչու են ռուսները կեղծում այդ ամբողջ պատմությունները։ Եվ դրա համար նորից ես շեշտեմ այս միտքը, սա ես եմ ուրեմն այսպես ասում, սա իմ դիագնոզն է ռուսական հիվանդ եւ մոլագար ճարիքի կայսրությանը։ Այո, պատմության կեղծումը ռուսական տիրապետության պահպանման հիմնական գործիքներից մեկն է։ Այսքանը հարգելի հեռուստադիտողներ, սիրելի հայրենակիցներ, հաղորդումը վարեց մնացական Տեր Խաչատրյանց Բագրատունին, Հայաստանի ազատագրության համաշխարհային կազմակերպության համանախագահներից մեկը, հայոց բանակի գնդապետ եւ պատմաբան։ Այսքանը ամենայն բարիք։